հետ խոսել կիրթ, շատ կիրթ տոնով, ասում եմ, չէ, 48 ժամ առաջ, ես դիմեցի Սպայկի սեփականատեր Դավիթին, ասելով լուծի քո աշխատողների աշխատավարձի հարցը։ Մեզ պատասխանը եկավ, որ պարոն Ղուկասյան կներեք, բայց մենք աշխատավարձ չենք ստացել, այսինքն Սպայկի Դավիթը չի տվել։ Հիմա ես հարց եմ տալիս ժողովրդին, սիրելի ժողովուրդ, դուք եթե նայել եք նախորդ հաղորդումը, ապա հաստատեք, որ ես ձեզ չեմ խաբում։ Հիմա ես հարց եմ տալիս, ես իրավունք ունեմ այս պահին հայելու Սպայկի Դավիթին, բանվոր ժողովրդի ճնջուլը աշխատավարձը ուշացնելու համար։ Այդ մարդիկ ընտանիք են պահում, այդ մարդիկ կոմունալ պիտի վճարեն ձուն ձմեռնոցով, որ հոսանքի մարդը չգա անջատի, գազը չգան անջատեն, վերջի վերջո տանը կարողա հիվանդ ունեն պիտի դեղառնեն, վերջի վերջո երեխա ունեն, ում պետքա հագցնեն, կապցնեն, տան դպրոց ուղարկեն։ Կա արդյոք որևիցե մի դիտորդ, այս 5000-ի մեջ, ով կարող ասի, պարոն Ղուկասյան, դուք իրավունք չունեք հայելու Սպայկի Դավիթի ինքը լավ մարդ, հա, ինչ-որ նման մի բան, որովհետև չի կարելի աշխատավոր ժողովրդի աշխատավարձը ուշացնել անգամ մեկ օրով, որովհետև ինքը քո պամիդորները, բադրջանները չի ուշած, եթե ինքը մի հատ պամիդոր գողանա քեզանից, դու կդնես այդ խետ աշխատողին կծծնես։ Հիշում եք, որ կանանց խուզարկում էին լիպչիկի մեջ, տրուսիկի մեջ, պառնիկից պամիդոր գողանամա, թե չէ։ Բա հիմա դու այս մարդկանց աշխատավարձը ինչի ես գողանում, բոզի տղա, հա? Չէ, հարց։ Դու մի հատ պամիդորի համար բերում ես պառնիկի դեմը բոզի տղա ես կայնացնում, որ կանանց շմոն անի, որ կնանի գլիպչիկի արանքը դրած պամիդոր չտանեն, եթե անգամ մի հատ պամիդոր էլ տարան, ընդունենք։ Ես քո երկար մազերից բռնեմ ու ծծցնեմ, բա այդ մարդկանց 2 ամսվա աշխատավարձը խի չես տվել, ընկեր Դավիթ։ Այդ նույն քախանանող ամբողջ օր այդ մարդիկ հողի հետ տանջվում ու ճանգռում են, որ դու բերք ունենաս, տանես կողես կնգատ դլոն։ Բայ մեզ քեզ ոչ չասեմ, բոզի տղա։ Թե քեզ թվում էր գնացի իրեն մարդամեկի հետ, Արտակ Գալստյան անուն ազգանունով, կերակ, խմիկ, հարցեր լուծիկ, վերջացավ։ Դու ստացար դիվանագիտական ազնագիր, նրա հեռախոսով էլ զանգել էր ինձ, Վարդան ջան, տուդա եւ այլն եւ այլն։ Ուղղակի ես կուլտուրական եղա դեմից, ինչի համար, որ հետդ բառը փոխանակ է։ Ես ասում եմ, երբ որ ես մեկի հետ շփվում եմ, մի փոքր դժվար է հետո դնել գառնախելը, բայց ստացվում է։ Թե քեզ թվաց, որ եթե դու գնացել ես նրա հետ կերե խմել ես, ինչ ես, պատիվ ես տվել նրան, ես ինչ ես արել, իմ մոտ դա պիտի անցնի հաշիվ, հա։ Դեմը կարող է պատիվ տալուց բացել ինչ-որ բան ես տվել, դոլարնի կամ եվրոնի կամ չգիտեմ ինչ էր։ Գլխանց ասեմ, ես դրա հետ կապ չունեմ, որ դու իմանաս։ Իսկ եթե տվել ես, գնա հաղորդում գրի վրան, որ տվել ես։ Դու բոզի տղա ես, Դավիթ։ Իսկ սրա հետ կապված ես ուզում եմ հայտարարել, որ սիրելի Սպայկի աշխատակիցներ, բանվոր դասակարգ, սա ձեր մոտ ֆիքսիկ ես հաղորդումը, այս եթերը, և ընտրությունների ժամանակ մեկ մարդու նման գնացեք և ձայն տվեք Վարդան Ղուկասյանին, որովհետև ես ձեզ խոստանում եմ, կամ Սպայկի ղեկավար կազմը կփոխվի ամբողջովին, կամ Սպայկին կդառնա պետական ընկերություն։ Добрый, хороший Советский Союз։ Ու այսենց անձինք, այսենց կապիտալիստն է, բուրժուազիայի ներկայացուցիչները, ես պատմական բառերով անդրադառնամ, ովքեր որ պետքա շահագործեն բանվոր դասակարգին և մեկ օր անգամ սահմանված օրվանից աշխատավարձի օր սահմանվելու է ամենամսվա 25-ը, խոսքի օրինակ, ամսվա 25-ին աշխատավարձերը չնստան, նստեց անգամ մեկ օր ուշացումով, տվյալ կամպանիան ենթարկվելու է ահռելի տուժուտուգանքների, 2, 3, 4 օր ուշանալու դեպքում կամպանիան լուծարվում է։ Այսպիսին պիտի լինի օրենքը, դու մարդուն շահագործել ես, դու մարդուն բերել ես, աշխատացրել ես, պայմանավորվել ես, որ ամեն ամսվա այսօրը պիտի աշխատավարձ տաս, ուրեմն պիտի տաս։ Եթե չես կարող աշխատավարձ տաս, ուրեմն բանկրոտ ես, վсё։ Պետությունը ձեռից է խլում, ծախմա եղած չեղածդ, այդ աշխատած ժողովրդին փողը տալում, ասում է գնացեք ձեզ համար ուրիշտեղ
բան արեք, գործ գտեք, կամ սա դառնում է մենք սիստեմատիկաբար ուրեմն կանադառնանք քեզ։ Որովհետև ես արդեն նկատում եմ, շատ շատերի մոտ արդեն ձևակերպվել է իմունիտետ։ Հայո ես, չէ հայո ես, անգամ մարդիկ կան, որոնք ուղղակի վիզ դրած ամեն ինչ անում են, որ դու իրենց հայո ես, որ իրանք Երևան։ Միշտ մի հատ բան կա, չէ, Սիսանցի պորնիկի տղա է, տաքսու շոֆերը ինչքան գլոխը դաժե մնալու տեղ չունի։ 10 րոպեն մեկ եթեր ամատնամ, չգիտեմ, TikTok-ով, MikTok-ով ու հայոյում ու այդ բան բոզի տղեն։ Այսինքն ինքը վիզ դրած ու մարը տավը որ ինձ է հայոյում։ Հəl մի հատ էլ ասում է դոգի կուսակցություն գնացողներին գալու եմ տենամ հարցերը լուծեմ։ Ուրեմն այդ նույն բոզի տղու ես ուզում եմ ասեմ, չեք օղի մորը ծածացնեմ։ Ամսի Մարտի 5-ին ելնելու է իմ համագումարը նորից Մարիոթ հյուրանոցում ու քո նման գեթին բոմժ օրվա հացին կակա ասող ու իմիջալոս գագո նախ որ շեղվանք մի անգամից ասեմ այս բոզի տղուն բերեմ գցեմ են քո ջիբը գագո այս տաքսիստա Սիսյանց ինչ-որ Ֆերդինանդի ախրանիկն է այն որ քալը մեր կողից ինձ մի հատ նիհար որը ճիճու ասեմ են գագոնա քսի տալը ուրեմն մինչև եթերի վերջը հասնելը ինձ մոտ համապատասխան կապով մի հատ բան ղրգետ ինֆորմացիա դու ունես իմ համարը դու կապ ունես այս բոզի տղու հետ թե չէ մենք կանադառնանք հեսա դրա պատվիրատուներին ասենք առաջ լավ շեղվենք ուրեմն ախրենք շատ ա Մաշգիդի որտեղից սկսի, որտեղից հլնի։ Քանի որ խոսք գնաց, ասպես ասած, վատ մարդկանցից։ Ուրեմն քպական Սամվել Շիրինյան գոյություն ունի։ Տվել անձնավորությունը 3 շեմյուսոր գնացել էր բանում Երևանում տեղը չգիտեմ, գոյություն ունի հուշարձան Պամիտնիկ բլակատնому Լենինգրադում, այսպես ասած բլակատնի Լենինգրադի որբերի բան հուշարձան, գնացել էր այդ հուշարձաններ նկարեց ու ցեր տվյալ անձը, ուրեմն պոկել էր Զախկեպսակի վերից Ռուսաստանի դրոշը գցել էր ոտերի տակ, կանել էր վրեն, տուդա, ասում է Մարիա Զախարովան բանա ուզում հիմքա ուզում որ Արցախը չգիտեմ տարհանված է եւ այլն Մարիա Զախարովան ագարկա Մարիա Զախարովա բոզ նույնքը տենց բան չասեց ես եմ ասում ուրեմն Սամվել Շիրինյան ես չգիտեմ Մարիա Զախարովան ինչ ասում Մարիա Զախարովան ինչ թուղթա ուզում որպեսի ցույց տա որպեսի մենք ցույց տանք որ Արցախը տարհանված է թե չէ դա Մարիա Զախարովայի խնդիրն է նախ ես այս բանը ներողություն եմ խնդրում ես уզում եմ ավելի լավ ասեմ ռուսերեն ինձ կներեք Значит, по поводу памятника блокады Ленинграда, вот который есть в городе Ереван, вчера произошел инцидент. Гражданин Армении Самвел Ширинyan, там стояли венки, он от венков оторвал флаг Российской Федерации, пошагал на нем налево-направо и сказал, что не было никакого, мягко говоря, блокадного Ленинграда, там дети не погибли, ничего такого не было, потому что нету документов. Значит, Самвел Ширинyan этим способом доказал, что он не знает историю, он не изучал историю, даже не утруждал себя зайти в YouTube, посмотреть фильмы документальные, кадры документальные, фото-видео документальные про блокадный Ленинград. Значит, что я хочу сказать, что такие идиоты, как Самвел Ширинyan, к сожалению, у нас хватает. Это опять вина Российской Федерации. Опять вина. Да, был блокадный Ленинград. Из блокадного Ленинграда многих детей, которые остались без родителей, удочерили, усыновляли граждане Республики Армения, Таджикистана, Узбекистана, Туркменистана, Казахстана и других советских социалистических республик. Вина в этом в чем? Вина в этом в том, что МИД Российской Федерации или как там пресс-секретарь МИДа Российской Федерации